Անածային, լավագույն և հարասան։ Բարև ձեզ հարգելի ունգընթիրները վագընթիրներ, վանացայինի եթերով և թիմադեդրի էջով, ձեզ ետ ենք ներգայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Հայտադի Եվրոպայի կրասենյակը գողջուն է Բելգիկայի ներկայացուցիչներու բալադին գողմե 16 ապրիլին միացայնությամբ ընդունված համաբարփակ բանացևը։ Այս քվեարկությունը կարևոր հանգրվան է Բելգիկայի եւ Հայաստանի միջև մերձեցման ամրապնդումի կորզին մեջ։ Պատգամավոր Միշել Դոմակդի գողմե ներկայացված բանացևը, որ նախաբես միացայնությամբ ընդունված էր արտաքին հարաբերություններու հանձնաժողովին գողմե, գոչ կնե ապահովելու Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքին իրականացումը միջազգային անվտանգության երաշխիքներով։ Բանացևին համաձայն անվտանգ վերադարձը կարելի չէ առանց միջազգային գործուն մեկնականության։ Բանացևով նաև կպահանջվի Ադրբեջանի զինյալ ուժերու անհաբաղ հերացում Հայաստանի իշխան տարածքեն զանոնք վերադարձնելով 12 մայիս 2021-ի թրությամբ գտնված դիրքերուն։ Բացի այդ, բանացևը կանտրատարնա Բաքուի մեջ ներկայիս բանդարգված հայ ռազմակերիներու եւ քաղաքացիական բադանտներու ճակատագիրին, ներառյալ Արցախի քաղաքական ղեկավարության, որոնց կալանքը կշարունակի մնալ մարտահրավերական լուրջ խնդիր։ Բանացևի ընդունման արձագանքելով Հայ Եղապոհական Դաշնակցության Հայտարարի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Ղարաբեդյան նկատած է Բելգիկայի ներկայացուցիչներու բալադը անգամ եւս որտեղած է հստակ եւ սկզբունքային դիրքորոշում։ Հայաստանի եւ Բելգիկայի միջև գաբերու խորացումը դրական քայլ է ԱԲԿ-ի համար։ Այնուամենայնիվ, ան պետք է հիմնված ըլլա նաեւ հայ ժողովրդի հիմնարար իրավունքներու պաշտպանության վրա։ Այժմ մենք Բելգիկայի կառավարությանեն կակնկալ ենք ապահովել, որ այս պահանջները վերածվին դիվանագիտական հստակ գործողություններու։ Հայտարարի Եվրոպայի գրասենյակը Բելգիկայի կառավարության եւ Եվրոպական միության գոչ կուղե օգտագործելու այս բանացևը իբրև հիմք Ադրբեջանը պատասխանատվության ենթարկելու եւ դարաշրջանին մեջ արդար եւ գայուն խաղաղություն ապահովելու համար։ Ադրբեջան փողոք ներկայացուց Բելգիկային եւ Նեդերլանդներուն այդ երկիրներու խորհրդարաններուն կողմէ ընդունված փաստաթուղթերուն համար, որոնք Բաքուի համաձայն ուղղված են երկրի ինքնիշխանության եւ դարածքային ամբողջականության դեմ եւ կվնասեն Հայաստանի հետ խաղաղության գործընթացին։ Ադրբեջանի արտաքին գործոս նախարարության համաձայն Բելգիկայի եւ Նեդերլանդներու տեսփաններ Ժուլիեն Դուֆրեբոն եւ Մարիան Դոյոնգ առանձին կանչված են նախարարություն, ուր անոնց փոխանցված է պաշտոնական փողոք։ Դեսակցություններու ընթացքին ադրբեջանական կողմը նշած է, որ 16 ապրիլ 2026-ին ընդունված փաստաթուղթերը հիմնված է իբրև թե լիովին գեղձ եւ անհիմն քննադատականներու վրա եւ թե գարտահայտ է հակաադրբեջանական կողմնակալություն, ինչ որ գխոչընդոտ է դարաշրջանին մեջ խաղաղության հաստատումի գործընթացը։ Հայոց ցեղասպանության 111-ամյակի ողջագոչումներու սեմին Հայ Եղապոհական Դաշնակցության Կանադայի կենտրոնական կոմիտեն հանդես եկած է միասնության եւ հանձնարարության գոչով ուրգս է։ Ապրիլ ամիսը մեզի կմիավոր է հիշելու հայոց ցեղասպանությունը եւ վերանորոգելու մեր հավաքական հանձնարարությունը շարունակելու արդարության պահանջը։ Այս հիշողությունը միան անցյալի մասին չէ։ Այսօր ալ մեր ժողովուրդը կշարունակե դիմակրավել անարդարություն եւ բռնություն, ինչպես ցույց տվավ Արցախի հայության բռնի դեղահանումը։ Այս ոճիրը եւս կվկայե, որ մեր բայկարը դակավին ավարտած չէ եւ լրությունը միայն գխրախուսե նման անիրավություններու գրկնությունը։ Մենք իբրև համայնք բարդավոր ենք ավելի բարձր եւ ավելի միասնական ցայնով պաշտպանել մեր ազգային իրավունքները։ Մեր ուժը մեր միասնության մեջ է եւ մեր նահատակներուն հիշադակը մեզի գոչ կուղե ոչ միայն հիշելու, այլ նաեւ բահանջելու եւ կորձելու։ Այս հանձնարարությամբ կհրավիրենք ցեզի մասնակցելու ձեր բնակած քաղաքներուն մեջ կազմակերպված հայոց ցեղասպանության ողջագոչումի ցերնարկներուն
միասնապար վերահաստատելու հավաքական մեր կյանքը։ Արտարությունը կբահանջվի, ոչ թե կսպասվի։ Գհիշենք, կբահանջենք եւ կշարունակենք պայքարը։ Ֆրանսիայի Անտոնի քաղաքին մեջ դեղի ունեցավ հայոց ցեղասպանության 111-ամյակի նվիրված պաշտոնական արարողություն։ Ցեղասպանության զոհերու հիշադակը հավերժացնող եւ հայ ժողովրդի վերածնունդ խորհրդանշող Հայաստանի արձիվ հուշագոտողին արչեւ։ Արարողության ընթացքին խոսքերով հանդես եկան Ֆրանսիայի մեջ Հայաստանի տեսփան Արման Խաչատրյան, Ֆրանսիայի ղարավարության պամպեր ու ժանուտի լիազոր նախարար Մոդ Բրեժոն, Օդեսեն բաժամունքի նախագահ Ժորժ Սիֆրեդի, Անտոնիի քաղաքապետ Նոդե Լանգլուա եւ փոխքաղաքապետ Ուիսամ Նահմե։ Արարողության մասնակցեցան նաև այլ քաղաքապետներ, ձեռագուտականներ, պատգամավորներ, Ֆրանսիայի համայնքային գարիչներ ու ներկայացուցիչներ, բազմաթիվ ֆրանսահայեր եւ ֆրանսացիներ։ Այնուհետև արարողության մասնակիցները ծաղիկներ զետեղեցին Հայաստանի արձիվ հուշագոտողին արչեւ։ 19 ապրիլին հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան, Գրթության, Գիտության, Մշակույթի եւ Մարմնագրթության նախարար Ժաննա Անդրեասյանի ներկայությամբ դեսախցիկներով արչեւ ամենայն վստահությամբ եւ համոզումով հայտնեց, թե 60 տարի է ցեղասպանության հուշահամալիրը ոչ մեկը չէ վերանորոգած։ Այս հայտարարության թիմադեդրյան կրարումով արձագանքեց Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի անդամ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Լիլիթ Կալստյան, նշելով, որ վարչապետը գսդե եւ հիշեցնելով, որ հուշահամալիրը զանազան արիտներով վերանորոգված է։ Կալստյան գրեց. «Ցավալի է, որ այդ սուդը գգլե եւ չի փորձեր խմբակրել հուշարձանի համահեղինակ զրույցին ներկա Սաշուր Կալաշյանը։ Ցավալի է, որ սուդը իր այոյով կհաստատե նաև նախարար Անդրեասյանը, որ ի պաշտոնե պետք է որ գիտնար համապետական նշանակությամբ այդ հուշարձանի նորոգումի պատմությունը։ Բայց լրելը ավելի շահավոր է։ Սուդը այս վարչախումբի մրցակցային առավելությունն է՝ սդել, ուրանալ եւ չամճնալ, մոլորեցնել եւ հրեշացնել նախկինները։ Իսկ հայոց ցեղասպանության անմեղ զոհերու հիշադակը հավերժացնող Ձիձեռնագապերտի հուշահամալիրը 60 տարիներու ընթացքին քանի անգամ վերանորոգված եւ բարեկարգված է։ Հուշահամալիրը նորոգված է 2003-ին ցեղասպանության 90-րդ դարելիցին Լինսի հիմնադրամի միջոցներով։ Փոխված են քարեր, հիմնովին արտիականացած են ստորակետնյա ամրագարույցները, ավազե շիտով ամբողջությամբ մաքրված է հուշարձանը, հիմնովին փոխված է որոքումի ցանցը, լուսավորված է, փոխված են եզրակարերը, գադարված է ծառադունք, դեղատրված է ցայնի հերարցակումի ցանց, վերանորոգված են աստիճանները, փոխված է կայլուղին։ 22 տարի առաջ ի դարբերություն ներկա վերանորոգումի խայդարակ ընթացքին Լինսի հիմնադրամի աջակցությամբ իրականացած հուշահամալիրի վերանորոգումի ընթացքին բավարարված են քաղաքաշինական, ջարդարապետական եւ պատմամշակութային բոլոր ընթացակարգերը։ Հուշահամալիրը վերանորոգված է նաեւ ցեղասպանության 100-ամյակին, երբ ցեղասպանության ճանաչումը եւ դատաբարդումը արտաքին քաղաքական օրագարկի մաս կգազմեին, եւ աշխարհի ավելի քան 80 երկիրներու ներկայացուցիչներ պիտի այցելեին հուշահամալիր խնգարգելու համար զոհերու հիշադակը եւ դատաբարդելու ցեղասպանություն կատարած հանցագործությունը։ 24 ապրիլ 1995-ին ցեղասպանության 80-ամյակին բացվեցավ հայոց ցեղասպանության թանգարան հիմնարկը, հայոց ցեղասպանության զոհերու հիշադակին նվիրված հուշագոտողի 4-րդ բաղկացուցիչ մասը կազմելով։ Ձեր վարչախումբին հակառակ նախորդ եւ որևէ վարչախումբ չէ վախծած հայոց ցեղասպանության ոգեգոճում են եւ խնդիրի միջազգայնացումի օրագարկեն եւ չէ ենթարկված մեր անցյալը եւ հիշողությունը ուրանալու թերքական բարդատրանքին խորհրդային ժամանակներու ընթացքին եւս։ Գրած է Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի անդամ Լիլիթ Կալստյան։ 20 ապրիլին Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Բաբիկյան ընդունեց Կովկասի եւ Կենտրոնական Ասիո մեջ օտանի ընդհանուր քարտուղար հատուկ ներկայացուցիչ Քևին Համիլտոնը։ Պաշտպանության նախարարության հրապարակած հաղորդակցության համաձայն դեսակցության ընթացքին քննարկվեցան Հայաստան-օտան համագործակցության ներկա ընթացքը եւ ապակա զարգացման հերանեկարները։ Անոնք անդրադարձան նաեւ դարաշրջանային եւ միջազգային ապահովության հարցերու։
Համիլտոն ընդունեց անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակին հայտարարության մեջ նշված է Գրիգորյան ընդգծեց Հայաստան-Օտան երկկողմ հարաբերություններու ամրապնդումի դրական զարգացումը։ Իր գարկին Քևին Համիլտոն կարևոր նկատեց Օտանի խաղաղապահ առաքելություններու մեջ Հայաստանի ներգրավման արդյունքով ձևավորված համագործակցությունը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան քաղաքական համագործակցություններու կարելիության մասին խոսելով եւ քաղաքացիական պայմանագիր գուսակցության նախընտրական ձեռագիրին անդրադառնալով նշեց, որ Հայաստան հավաքական անվտանգության պայմանագիրի գազམ་ագերբության մեջ աշխուժ աշխատանքի վերադառնալու մասին քայլերու չէ ցերնարգած։ Բազմակողմանի կորզակցության մնացյալ ցևերուն եւս անդրադառնալով Փաշինյան հայտնեց, որ Հայաստանի ներգրավումը կարևոր է արտաքին հավասարակշռված քաղաքականությունը ավելի արդյունավետ դարձնելու համար։ ՄԱԳ-ի եւ անոր մասնակիտական առանցին մարմիններուն Եվրոպական խորհրդարանին, ԵԱՀԿ-ի, անկախ պետություններու համագործակցության, ֆրանկոֆոն միջազգային գազམ་ագերբություններու, Եվրոպական քաղաքական համայնքին մեջ Հայաստան կշարունակի մնալ գործոն անդամ։ Հայաստան դարձավ նաև Միացյալ Նահանգներու նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած խաղաղության խորհրդի անդամ եւ կշարունակի աշխատանքները այդ ձևով, ըշավ Փաշինյան։ Անիշեցուց, որ հոկտեմբեր 2026-ին Հայաստան պիտի ստանցնե ՄԱԳ-ի գենսաբազմազանության մասին համաձայնագիրի կողմերու 17-րդ COP17 համաժողովի նախագահությունը։ Շուրջ 2 տարի հանդիսանալով շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային որոշումներու ընդունման կենտրոնական դերակատարություն ունեցող երկիր, որ Հայաստանին պիտի բերե թե բնապահպանման, թե միջազգային մագարտակի վրա լավագույն դիրքերը ունենալու մեծ կարելիություններ։ Հետաքրքրված ենք նաև Շանհայի համագործակցության գազམ་ագերբության անդամակցությամբ։ Հավասարակշռված արտաքին քաղաքականության շրջակիցին մեջ Հայաստան կդիտարկե բազմակողմ այլ ցևերու մեջ իր մասնակցության կամ անոնց հետ համագործակցության հարցը, նշեց Փաշինյան։ Հայտնենք, որ Հայաստան փետրվար 2024-ին ի վեր սարեցուցած է իր մասնակցությունը Հայաստան հավաքական անվտանգության պայմանագիրի գազམ-ագերբության աշխատանքներուն։ Հարկելի ունգընթիրները վագընթիրներ վանացայինի եթերով էպտիմադեդրի էջով CZD-ենք ներգայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ CZD-ին ցայնաղորդավար Անտոնին Եդներսեսը։ Մնացեք միշտ վանացայինի ունգընթիր։